Էլիզ ես խմի հանգստացի։ Ոչինչ ջղայնացած ա եղել, դրա համար իրար չեք հասկացել, բան չկա։ Ասեց, որ չի ուզում ինձ էլ տեսնի։ Ասեց, որ դուրս գամ։ Հա էլի սպասի, էլի կմտնես, մի քիչ կհանգստանա, կխոսակ։ Չէ։ Հա Էլիս։ Դու ինձ ինչի ես օգնում։ Ես քեզ նեղացրել եմ, չէ՞։ Մի քանի րոպե առաջ ինձ ինչ ասես ասում էիր։ Հա Էլիս, ես նեղացած եմ ու վիրավորված եմ, բայց այդ հիմա կապ չունի։ Որովհետև դու իմ սիրած մարդու քույրն ես, ու բացի այդ էլ ես ասել եմ, որ ուզում եմ դուք հաշտվեք։ Մեծահոգի աղջիկ ես։ Ճիշտն ասա, այդ բարությամբ տես աղբորս կախարդել։ Երանի չէր իրոք կարողանայի ես կախարդել։ Դե օրինակ ինձ կվերացնեիր, չէ, եթե կարողանայիր, կամ ворդ կսարքեիր։ Էլիս, ես կյանքում չէի մտածի, որ դու հումորի զգացում ունես։ Կատակ չեմ անում։ Կարողա խանգարեցի ձեր ջերմ զրույցը։ Արի գնանք առանձին խոսենք։ Ինչ էիք խոսում, որ տենց ջերմ զրույցում էիք։ Հարսանիքն էիք քննարկում, հա։ Դե երևի շատ հարցեր կան, չէ, հարսանիքի հետ կապված։ Այդքան էլ հեշտ չի հարսանիք կազմակերպելը։ Հասմիկ, ասեցի, արի գնանք առանձին խոսենք։ Ինչ էր ասում, որ տենց ժպտում էիր։ Թե արդեն քո ուղեղն էլ ա կերել Էլիս։ Հասմիկ նորմալ խոսա։ Ես չեմ պատրաստվում քեզ լսեմ ու սուս մնամ։ Լսի, դու այն մարդը չես ում հասցեին կարելի ա նորմալ խոսել։ Դու այդ տեղը չես թողել։ Թե քեզ թվում ա անմեղ հրեշտակ ես, ես էլ տենց շատ պատահաբար սկսեցի ատել քեզ։ Չէ, հաստատ անմեղ հրեշտակ չեմ, բայց համենայն դեպս ես քեզ ոչ մի վատություն չեմ արել։ Ուղղակի այդ քո խնդիրն ա, դու չես հասկանում, որ անցյալում ինչը կորցրել ես, վերջ, արդեն կորցրել ես։ Քեզ հեշտ ա ուրիշներին մեղադրես, պատասխանատվությունը քո վրայից գցես ուրիշների վրա։ Քեզ ինչ կա, բոլորը մեղավոր են, դու անմեղ ես։ Տեսնում ես ոնց ա լեզուն երկարել։ Այդ նորոն ամուսնության առաջարկ արեց, լեզուդ երկարեց, հա։ Չես վախենում, որ կփչացնեմ այդ օրը, որ քո ամենասիրելի ու ամենասպասված օրը ամենավատ օրդ կդառնա։ Հասմիկ, վերջ, գնացինք։ Դու չես վայելելու այդ օրը։ Ես քեզ խոստանում եմ։ Քեզ թվում ա ամուսնանալու եք, երեխաներ եք ունենալու, շատ ջերմ ընտանիքի պես ապրելու եք, հա։ Չէ, Մագդա։ Քանի ես կամ ես աշխարհի վրա ու շնչում եմ օդը, դու այդ օրը չես վայելելու։ Դու մենակ կարաս ինձ սպանես ու այդ ժամանակ հանգիստ վայելես այդ օրը։ Դու ոչ մի բան չես կարող անես։ Իսկ ես քո սպառնալիքները ուղղակի քո անկարողությունից ա գալիս։ Ու քեզ չթվա, որ ես քեզանից վախենում եմ։ Շատ սխալ ես անում, որ չես վախենում։ Դու չես վայելելու այդ օրը, Մագդա։ Քո այդ հագածը զգեստը, նորոյին քո քողի տակ սպասելու րոպեները չես վայելելու։ Ես քեզ խոստանում եմ, երդվում եմ, որ դու չես վայելելու, Մագդա։ Վերջ, հա, վերջացրեցիր։ Էլիս առաջ իմ այդ հավասար կռիվ կանեիր։ Հիմա ինչի ես պաշտպանում, ինչի հետս կռիվ չես տալիս։ Որովհետև Հասմիկի տարբերություն քեզ ես հասկանում եմ որտեղ եմ գտնվում ու ինչի համար։ Ու երբ այնց ես դու սկսելու հասկանալ, որ ամենտեղ կռիվ սարքել այդքան էլ ճիշտ բան չի։ Լավ Հասմիկ, որ եկար, այդ ժպիտները ծիծաղը տեսար, բա ընկերուհուդ վիճակը չտեսար։ Դու չտեսար, որ քո ընկերուհին լացում ա, քո ընկերուհին վատ վիճակում ա։ Գիտես, եթե ես քո փոխարեն լինեի, ինձ առաջին իմ ընկերուհին կհետաքրքրեր, որ հասկանայի, տեսնեի ես մարդը ինչի համար ա տանջվում։ Փաստորեն հիմա էլ մեր մեջ ես կռիվ գցում, հա։ Չէ, ես չեմ ուզում էլ այս խոսակցությունը շարունակվի։ Ես քեզ մի բան կասեմ ու վերջ։ Դու ամեն ձև կարաս ես քո չարությունը արդարացնես, կարաս անընդհատ նոր պատմություններ հորինես, նոր ստեր ասես, բայց իմացի այդ ամեն ինչը միշտ ճշմարտությունից շատ հեռու ա լինելու։ Նորո ինձ թվում ա դու շատ լավ գիտես, որ բաբկեն առանց պատճառի չի եկել Հայաստան։ Իրան մտքին մի բան կա։
հաստատ ձեզ կարոտած լինելու պատճառով չի եկել։ Արշակ, ես հիմա չեմ ուզում դու Բաբկենի քայլերը վերլուծես։ Դու ինձ ուրիշ բան ասա, դուք ինչ եք խոսացել իրար հետ, ինչ ա ասել քեզ։ Բաբկենը չի ուզում, որ դու ու Մագդան միասին լինեք։ Ու եկել էր ինձ զգուշացնի, իմ տան մեջ։ Բայց ինքը չգիտի, որ իմ հետ զգուշացնելով չեն խոսում։ Հա, ես համբերատար մարդ եմ։ Բայց ոչ այնքան, որ թույլ տամ Բաբկենի նման չկայացածը գա իմ հետ տենց խոսա։ Արշակ, մի մոռացի, որ հենց հիմա իմ հոր մասին ես խոսում։ Ինչքան էլ որ դու տեղյակ ես, որ մեր հարաբերությունները լավ չի, բայց այդ քեզ թույլ չի տալիս, որ դու իմ մոտ նստես ու վատ բաներ խոսաս իր մասին։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ու Մագդայի հարաբերություններին, հանգիստ տեղի, ես կյանքում թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը խառնվի կամ ազդի մեր հարաբերությունների վրա։ Հա, բայց արի ուտես, որ լավ էլ խառնվում են։ Բաբկենը չի ուզում, որ Մագդան քո կողքին լինի։ Ու շատ վատ ձևով էր դա ասում։ Ու ես հիմա չգիտեմ, թե ինչ սրտով պետքա պատրաստեմ այդ հարսանիքին։ Կամ արդյոք պետքա պատրաստվել։ Ես գիտեի, Էլիս։ Գիտեի, որ դու այդ հաշտվես ինքը ազդելու ա քո վրա, բայց որ այսքան շուտ այդ չգիտեի։ Իմ ու Էդոյի հաշտությունը չես մարսում, հա։ Այսինքն, Էլիս։ Դե այսինքն այն, որ Մագդային անիծելով ման էիր գալիս։ Երևի ինձ էլ ես տենց անիծել, չէ, որովհետև մեր հաշտությունը երկար չտևեց, Հասմիկ։ Հանգիստ շունչ քաշի։ Գիշերներն էլ հանգիստ կարաս քնես, գիտես, քունդ չէր տանում, չէ, երևի։ Գիշերները երևի անցկացնում էիր անեծք գրել ջնջելով, չէ, որ ես ու Էդոն էլ վիճենք։ Ինչ ես խոսում, Էլիս։ Ճիշտն եմ խոսում, Հասմիկ։ Հոգնել եմ արդեն զզվել եմ, գիտես։ Ինձ բոլորի դեմ լարելով ման ես գալիս։ Ու արդյունքում մենակ ես եմ տուժում։ Ու Մագդան շատ ճիշտ ասեց, գիտես։ Հա, շատ ճիշտ ասեց, որ ասեց պիտի ընդունես։ Դու նորոյին չկարողացար քո կողքը պահես։ Հասկացի ու վերջ։ Չէ, ես չեմ հավատում, որ այս ամեն ինչը ընկերուս հետ եմ խոսում, Էլիս, չեմ հավատում ուղակի։ Ինձ թվում է իմ երջանիկ լինելուն քեզ լսելն էր խանգարում։ Դու նորոյին կորցրել ես։ Ու ամեն ինչ անում ես, որ ես էլ Էդոյին կորցնեմ, չէ։ Երևի սրտացավ ընկերուհի խաղալով, ամեն ինչ անում էիր, որ իմ կյանքն էլ փչանա, որ սիրտդ հովանա, Հասմիկ։ Էս էր շնորհակալությունդ, հա, Էլիս։ Էս էր շնորհակալությունդ, որ ես քո կողքին եմ եղել, որ այսքան ժամանակ քո համար եմ պայքարել, քո մասին եմ մտածել, որ քեզ օգնել եմ, որ Արշակին բացահայտես։ Ես ինձնից շատ քո համար եմ մտածել, Էլիս։ Ու դու հիմա նայում ես աչքերիս մեջ ու ինձ այս ամեն ինչը ասում ես, հա։ Իմ մասին ես մտածել, հա։ Մի խաբի, Հասմիկ։ Դու իմ կողքն ես եղել, որովհետև քո շահերից էլ էր բխում, որ Արշակը մեղավոր լիներ մորս մահվան մեջ։ Ու եթե պարզվեր, որ Արշակը մեղավոր է մորս մահվան մեջ, նորոն վերջնականապես Մագդայից կհրաժարվեր։ Այս պատմության մեջ յուրաքանչյուր հարցում, Հասմիկ, դու քո շահը ունեցել ես։ Ու գիտես ինչ։ Հիմա նայ աչքերիս մեջ ու անկեղծ ասա։ Եթե դու նորոն երջանիկ լինեիք, եթե ձեր մոտ ամեն ինչ լավ լիներ, ու ես ուզենայի վրեժ լուծեի, ուզենայի ինչ-որ բան պարզեի, կողքս կկանգնեիր, չէ, կասեիր, Էլիս, մոռացի անցյալը ու հանգիստ ապրի։ Այդ ոնց ես։ Նորմալ։ Խնդրում եմ կներես ինձ։ Ինչի համար ես ներողություն խնդրում։ Դու ոչ մի բան չես արել, Մագդա։ Քո փոխարենով էլ լիներ նույնը կաներ։ Ես ուղղակի այդ ամեն ինչը որ լսեցի աչքերիս առաջ սևացավ։ Հա ես հասկանում եմ, որ իրանք մեզ չեն սիրում, բայց այս իրոք չափից շատ է։ Ինչ ասեմ, Մագդա։ Չգիտեմ։ Ես էլ։ Ուղղակի սենց մեղադրանքների համար մարդ գոնե հիմք պետք է ունենա։ Ես չեմ հասկանում այս խելագարությունը ում մտքով է անցել։ Կամ դու պատկերացնում ես Արշակը իրան ոնց կզգա, որ իմանա։ Լսի, Մագդա։
Բայց Էլիզը այս ամեն ինչի հետ կապ չունի։ Ես գիտեմ, որ այդ բաբկենն է կազմակերպել ու հիմա ինք ուղակի անմարդկային ձևով Էլիզի վրա է ազդում։ Դու պետք է իր կողքը լինես, ոչ թե… Դու լիքը բան չգիտես, Մագդա։ Ոչ էլ պետքա որ իմանաս։ Բայց խնդրում եմ, արի ուրիշ բաներից խոսանք, հա։ Մինչև ես տեղից դուրս գամ, հասկանամ ինչ եմ անում։ Բայց հետո… Պաստորեն հեսա շուտով հարսանիք ենք, հա։ Գիտես էլի թեման ոնց փոխես։ Բա։ Այսքան ժամանակ մի բանի մասին եմ մտածում։ Ինչի մասին։ Որ նորոն իմանա Արշակի մոտ է աշխատել, ինչ ա լինելու։ Հա, հասկանում եմ, որ հիմա իրանց հարաբերությունները ուրիշ են։ Գոնե հանգիստ երկու բառ կարողանում են փոխանակեն, բայց այդ կապ չունի։ Մեկ կա նորոն, որ ճիշտը իմանա, իրան շատ վատ է զգալու։ Արշակ, մենք այս մասին արդեն խոսացել ենք։ Դու արդեն Մագդայի որոշման մասին էլ գիտես։ Խոսացել եք։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ու Մագդայի հարաբերություններին, ես շատ լավ գիտեմ, որ մեր քայլից հետո ես համ իմ համար եմ պատասխանատու, համ իր համար։ Ու ես կյանքում թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը խառնվի մեր հարաբերություններին կամ փորձի ազդել։ Կյանքում թույլ չեմ տա։ Նորո ջան, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Բայց արի ուտես, որ բաբկեն այսօր առանց քեզ հարցնելու ամեն ինչ պատմել Ալինային։ Ու գիտես ինչի է պատմել, որ խառնի։ Ինքը այդ երեխու միջոցով ուզում ազդի եւ քո վրա, եւ քո որոշումների վրա։ Ես հիմա պատկերացնում եմ, թե Ալինան ինչքան վատ է տրամադրվել, թե Մագդայի ու թե Արևի նկատմամբ։ Բնականաբար նաեւ դեմ կլինի ձեր միությանը։ Հիմա տեսնում ես, չէ, որ ձեր տան թշնամանքը գնալով շատանում է, ոչ թե պակասում։ Ալինաս հիմա շոկի մեջ է։ Ժամանակա պետք Արշակ։ Ես չեմ ուզում կտրուկ խոսամ քո հոր հասցեին, որ դու քեզ վատ չզգաս։ Բայց եթե դու քո հոր դեմը չառնես, հավատա շատ վատ բան կլինի։ Բաբկենի հետ կապված արի դու ինձ ոչ մի բան մի ասա։ Ես ինչ պետքա կանեմ։ Ու ինչ պետքա մենք կխոսանք։ Այդ քո գործը չի։ Չէ նորո։ Այդ նաև իմ գործն է։ Որովհետև այդ մարդու համար իմ քրոջ ներկայությունը քո կյանքում անընդունելի է։ Ես այսքան ժամանակ ոչ մեկին թույլ չեմ տվել, որ Մագդայի մազին կպնի, ու հիմա էլ թույլ չեմ տա։ Եթե ես նկատեցի, որ Բաբկենը իր չափերը անցնում է, ես ձեռքերս ծալած չեմ նստի։ Կներես, բայց ոնց ուզում ես հասկացի ասածներս։ Արշակ, Մագդայի համար առաջի կռվողը ես եմ, ես։ Ես կյանքում թույլ չեմ տա, որ Մագդայի հասեի մեկը վատ բան ասի կամ վատ վարվի։ Ինձ թվում է այսքանով թեման փակենք։ Լավ, նորո, մի բան էլ ասեմ։ Եթե Ալինան ճշմարտություն իմացել է, ես էլ Արևից իմաստ չեմ գտնում թաքցնել։ Իմ երեխեն պետք է իմանա, որ քույրեր ու եղբայր ունի։ Որոշումը քոնն է։ Մեկ էլ մի բան։ Աշխատի, որ Ալինան ընդունի Արևին։ Երեխեքը մեղք չունեն։ Իրանք չպետք է խառնվեն այս պատմությանը։ Արշակ, առաջինի ես եմ ուզում, որ տես լինի։ Բայց Ալինայի ժամանակա պետք։ Արև ջան, արի քեզ հաջող անեմ, գնում եմ։ Բայց խոստացի էլի կգաս։ Անպայման։ Պապին չի եղել, մի տեսակ ես։ Արի սիրտս, արի գրկեմ քեզ
Ներվերս մի քիչ հանգստանա։ Ինչի քեզով է ներվայնացրել։ Չար մարդիկ բալես։ Չար մարդիկ։ Չես ամաչում, Էլիս։ Չես ամաչում, որ նայում ես աչքերիս մեջ ու ինձ այդ հարցն ես տալիս։ Բա ինչ անեմ, Հասմիկ։ Ես քեզ էլ չեմ հավատում։ Կասես ինչի ես եկել հիվանդանոց, հա։ Ինչի ես եկել, այդուն քո դեմքը չի ուզում տեսնի, քեզ տանել չի կարողանում։ Ինչի ես եկել, Հաս։ Չնայած մի ասա, ես գիտեմ պատասխանը։ Եկել ես, որ Նորոյին ու Մագդային հերվից հետևես, չէ՞։ Կամ Մագդային հարմար պահի վախացնես կամ անիծես, արեցի՞ր, դե գնա։ Չէ, Էլիս, չէ։ Ես եկել եմ, որ քո կողքին լինեմ, որ լացելուց իմ մոտ լացես, ոչ թե Մագդայի, ոչ թե իր աչքի առաջ թուլանաս, բայց ինձ թվում է ուշացել եմ, որովհետև ինքը հաստատ հիմա ծիծաղում է քո վրա։ Դու նույն բանն ես հիմա անում։ Դու հենց հիմա նորից նույն բանն ես անում։ Էլի անիմաստ լարում ես ինձ մարդկանց դեմ։ Ինչ ես խոսում, Էլիս։ Ինչ անիմաստ է այս ամեն ինչը, հա։ Հա, անիմաստ է։ Որովհետև Մագդան հաստատ հիմա ին վրա չի ծիծաղում։ Այդ աղջիկը եկել էր կողքս էր նստել, որ վիճակս թեթևանար։ Ինձ ջուր էր բերել, գիտես, որ հանգստանամ։ Իսկ դու ասում ես եկել էի կողքդ լինեի, բայց չես էլ նկատել, որ ես լացել եմ։ Հասմիկ ջան, էլ պետք չի, կարես գնաս։ Էլիս, դու ինձնից շատ էիր ուզում, որ Մագդան երջանիկ չլինի։ Հիմա ո՞նց ես պաշտպանում իրան, հա։ Հասմիկ ես, որովհետև հասկանում եմ, որ իմ այդ ցանկությունները իմ դեմ են աշխատում։ Ու ես հոգնել եմ արդեն։ Ուզում եմ մի օր աչքերս բացեմ ու ոչ մեկի չհատեմ։ Ուզում աչքերս բացեմ ու ոչ մեկի վատություն չանեմ, հասկանում ես։ Ու թողնես, որ քեզ վատություն անեն, Էլիս։ Հա։ Բայց խիղճս թեթև կապրեմ գոնե։ Ես բոլորին կորցնում եմ։ Աղբորս եմ կորցնում։ Գիտես, այն ժամանակ ինչքան էինք նստում երկար ժամերով խոսում ենք։ Հիմա ոնց որ օտար մարդիկ լինենք։ Սիրածս տղային եմ կորցնում։ Այն տղային, ով տարիներ շարունակ այսօրվա համար է պայքարել։ Ու հանուն ինչի։ Ես ինձ հարց եմ տալիս, հանուն ինչի եմ կորցնում ես այս մարդկանց։ Հանուն մամայիդ, Էլիս։ Հանուն մամայիդ։ Ասա, որ հիմա էլ ես ուզում բացահայտես այս ամեն ինչը։ Խոսա, Էլիս, ասա, որ հիմա էլ ես տենց ուզում։ Ես չգիտեմ արդեն ինչ եմ ուզում։ Գիտեմ, որ նեղվելու է, բայց դե ինչ անեմ։ Ինչ պետք է անենք։ Մենք խաբել ենք, մենք էլ պետք է ճիշտը ասենք։ Դու կարծում ես, որ այս պահին ասելը ճիշտ է։ Էդո ես իր հետ պետք է ամուսնանամ։ Ոնց ես մտածում, պետք է թողնեմ այդ սուտը մնա։ Ուրեմն պիտի ճիշտ պահ գտնենք։ Սենց մի անգամից ասելը սխալ է։ Ես շատ եմ վախենում։ Չգիտեմ, ինձ թվում է ինքը իմանալու է, հետս վիճելու է ու Ու ասենք հարսանիքը չեղարկի, հա։ դե հա։ Քեզ թվում է այն հարցնա, որ նորոն տենց կվարվի Մագդա։ Չգիտեմ, այդ հիմա կարևոր չի։ Ես իրան խաբել եմ ու ինձ շատ վատ եմ զգում։ Ես եկա։ Լավ արեցիր ախպերս։ Հələ ասա տնամ ոնց է անգերես։ Ու երբ է պատրաստում ստեղից դուրս գրվի։ Ախպեր լավ եմ։ Ինձ որ մնա հիմա էլ կգնամ։ Շատ շուտ է, դու չես կարա ինչ որտեղ գնաս։ Բժիշկներին որ լսենք, ես մի տարի պիտի ստեղ մնամ։ Ոնց է երևում, չէ՞ որ իմ ընկերն է։ Հալալ զուլալ։ Չափազանցնելու մեծ վարպետ։ Ես չեմ հավատում, առաջին անգամ իր աթերությունները ընդունեց։ Ես շոկի մեջ եմ։ Մագդա ջան, բայց ով ասես, որ այդ թերություն է։ Այդ շատ տեղերում ավելի շատ օգնում է, քան խանգարում է։ Համաձայն չես։ Հələ ասա տնա որտեղ է դեռ ցավում։ Ստեղ է։
Ես կբացեմ Թամարտատ։ Բարև մամ ջան, ո՞նց ես։ Լավ եմ բաբկին ջան, դու ո՞նց ես։ Լավ, Ալինաս ո՞նց է, շատ հո չի լացել։ Ոչ մեկիս հետ չի շփվում։ Փակվել նստել է։ Դու ես մեղավոր մամ։ Ինչ ես լսել նորոյին։ Պետքա շուտ ասեիր։ Որ շուտ ասենք ինչ էր փոխվելու։ Երեխես տանջվում է։ Սրտիցս արյուն է կաթում բաբկեն։ Լավ, լերսանցի։ Այսինքն խեղճով ես մեծացրել, դրա համար էլ սենց առիթավորվել են։ Այսինքն բաբկեն։ Այսինքն այն, որ ժամանակին պետքա նորմալ պատժեիր, շատ բաներ արգել էիր, մամ։ Այն Ալինան տեսնում է ոնց որ հարևանը լինեմ։ Էլիզը ստեղ մի բան ասում, այնտեղ լրիվ ուրիշ բան է անում։ Նորոյի մասին էլ ընդհանրապես չեմ խոսում։ Բաբկեն։ Մի մոռացի, որ երեխեքիդ մասին ես խոսում։ Հա, մամ։ Իմ երեխեքի մասին եմ խոսում, ուրիշի երեխեքի մասին չեմ խոսում։ Երևի սովորել են առանց հեր ապրելուն, այդ ազատ կյանքով ապրելուն։ Իսկ հիմա որ եկել եմ արդեն իրանց գլխին կանգնել եմ, անսովոր է իրանց համար։ Հերիք չի քո փոխարեն երեխեքիդ պահել մեծացրել եմ։ Մանկատան դռներից հեռու եմ պահել։ Հիմա եկել ես ինձ հետ մեղադրական տոնով ես խոսում, հա։ Քննադատում ես, նկատողություն ես անում։ Փաստորեն Ալինան ամեն ինչ հասկացել է։ Հենց հետ հարցով էի խառը։ Բա հիմա ինչ է լինելու։ Դե չգիտեմ։ Պետքա սպասեմ հանգստանա նորից խոսամ։ Հիմա ինչ էլ ասեմ մեկը չի հասկանա։ Դե հա ճիշտ ես ասում։ Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ալո։ Հա։ Այսինքն արդեն կարան գանք։ Լավ։ Մենք մի 10 րոպեից տեղում կլինենք։ Ինչ որ տեղ ունես գնալու։ Մենք ունենք գնալու։ Ուր ենք գնալու։ Գնանք կտեսնես։ Հա, բայց ուր ենք գնալու։ Շատ կարևոր տեղ։ Կհասնենք ինքդ կտեսնես։ Արի։ Չեմ մեղադրում, մամ ջան։ Ուղղակի ինձ ահավոր վատ եմ զգում, որ սենց արհամարված եմ։ Էլ չգիտեմ ինչ անեմ։ Ուրեմն մոտեցումը տա սխալ։ Փոխիր։ Ուրիշ տեսակ վերաբերմունք ցույց տուր։ Մամ, ես իմ երեխեքի հանդեպ շատ ուշադիր եմ։ Շատ ուշադիր եմ։ Էս ինչ թղթեր են։ Հա, մամ, ճիշտն ասած ես ոչ միտեղ հաշվառված չեմ։ Ու ինձ գրանցում է պետք։ Ու ես մի երկու տեղ կա, ստեղ ստորագրես, ես էլ գրանցվեմ, որովհետև հիմա ինձ աշխատանքի համար շատ պետք է։ Ինչքան գիտեմ, աշխատանքի ընդունվելու համար մենակ բնակության վայրն էլ է բավական։ Գրանցումը պետք չի։ Այդ ինչ տեսակ աշխատանք է, որ գրանցում է պահանջում։ Դժվար է, մամ, ես երկու տեղը ստորագրել, ես էլ գրանցում ունենամ։ Քեզանից ինչ կգնա։ Բաբկեն, ես այս տունը նորոյին եմ թողելու։ Ես քեզ արդեն ասել եմ։ Բա որ հանկարծ հետո խնդիրներ լինեն։ Մամ, ինչ խնդիր պիտի լինի, կասես։ Ես չեմ ուզում դառնամ այս տան սեփական ընտերը։ Ընդամենը ուզում եմ գրանցում ունենալ։
Չէ, բաբկեն։ Ոնց չէ, մամ, ոնց չէ։ Հենց այդպես։ Չեմ հասկանում, ինչի հանկարծ ուզեցիր գազ գրանցվես այստեղ։ Ինչ կա մտքիդ։ Ինչի՞ տա պետք։ Որ գլխիս մի օր տանիք չունենամ, գամ դուրսը չմնամ, մամ։ Տեսնում ես, չէ՞ ինձ ոնց են վերաբերվում։ Կարծում ես, եթե մի օր ես օգնության կարիք ունենամ, իրանք ձեռք են մեկնելու ինձ։ Քանի ես կամ բաբկեն, դու ոչ մի խնդիր էլ չես ունենա։ Երբ ուզում ես, կարող ես գաս ու ապրես այստեղ։ Ես քեզ դա առաջին օրվանից եմ ասել։ Լավ, ես ինչի եմ եկել Հայաստան, կասես, մամ։ Ինչի եմ եկել, եթե իմ սեփական մայրը ինձ չի վստահում, ուր մնաց երեխեքս։ Սենց ես օրինակ ծառայում, մամ։ Պետք չի, մի ստորագրի, ես իմ գլխի ճարը կտեսնեմ։ Լավ։ Կստորագրեմ։ Որտեղ պետք է ստորագրեմ։ Բայց տես ոչ մի խնդիր չլինի հանկարծ։ Եթե որևէ խնդիր ա եղել, բաբկեն տղա ձեռքիցս չես բրցնի։ Ապրես, մամ ջան։ Բնակարանը նայեք, ուսումնասիրեք, եթե հավանեք, մանրամասները կքննարկենք։ Ես տարածքում եմ։ Նորո ես ճիշտ եմ հասկացել, այս բնակարանը մեր համար է։ Ասել էի, չէ, որ ամուսնանանք առանձին ենք ապրելու։ Խոստումս պահում եմ։ Ես քեզ իրոք շատ եմ սիրում։ Այս հենց ամեն առիթով ինձ ձեր խոստովանի։ Դե լավ, արի գնանք նայենք հասկանանք հավանում ես, թե չէ։ Իրականում իմ համար այս 4 պատը կարևոր չի։ Կարևորը այն է, որ մենք միշտ միասին լինենք։ Սիրածը ծաղիկներն եմ բերել, մամ, որ մի քիչ ուրախանաս։ Որովհետև գիտեմ, որ մեզ հետ հավասար տանջվում ես։ Ուղղակի մենք չենք տեսնում։ Մամ, ես մոլորվել եմ։ Ես իմ սեփական մտքերի մեջ խճճվել եմ ու կորցրել եմ ինձ։ Չգիտեմ, իմ ատելությունը այդ մարդկանց հանդեպ տեղին է, թե չէ։ Օգնի ինձ, մամ։ Այնքան շատ ունեմ կարիքդ։ Ներսի սեղած կարոտը 10 պատիկ ավելացել է։ Ինչի է սառը հողը մեզ կտրում իրարից, հա։ Ինչի չի թողնում, որ գոնե մի անգամ էլ բռնեմ ձեռքդ ու խաղաղվեմ։ Էլ չեմ դիմանում։ Ուզում եմ գտնեմ հին Էլիզին։ Այն Էլիզին, որ խաղաղ էր ինքը իր հետ։ Ուզում եմ գտնեմ այն Էլիզին, որը միշտ հավատում էր լավին, մամա։ Օգնի ինձ, մամ ջան։ Գոնե դու օգնի։ Ամեն ինչ շատ լավ էր, բայց խոհանոցը վերանորոգման կարիք ունի։ Հա դե մեր համար խնդիր չի, չէ։ Հա, չէ, օգնական ջան։ Հա, այս անգամ էլ ես պատերը կներկեմ ու խոսք եմ տալիս արդեն ավելի վարժեմ անելու։ Նայ, բայց դու մի բան խառնում ես, Մագդա։ Ստեղ ներկելու գործ չի, լրիվ ուրիշ բան է։ Հա ոչինչ, էդ էլ կսովորացնես, ես կանեմ։ Սալիկ պետքա փոխես։ Նորո գժվեցիր։ Բայց ինչի համար գժվեցի։
Չտեսա որ խոհանոցում լիքը սալիկներ ջարդված է։ Այդ պետքա փոխենք թե չէ։ Դե դու էլ խելոք աղջիկ ես։ Հիմա ամեն ինչ հասանելի է, կմտնես YouTube կնայես ու կանցնես գործի։ Վաղը մյուս օրը ամուսինդ եմ չէ դառնալու։ Ում պետքա զանգեմ, որ օգնության կարիք ունենամ քեզ, ու դու պետքա գաս ու օգնես։ Հիմա փաստորեն դու որոշել ես, որ այս տան վերանորոգումը ես եմ, հա, անելու։ Չէ, դու կգաս ու պարարաբը կլինես։ Նոր, բայց իրոք ես բնակարանին սկսում ա դուր գալ։ Ինձ էլ։ Սկզբում սենց վարձով կապրենք, հետո մեր տունը կառնենք ու մեր 10 սալիկները կփոխենք, ինչ կասես։ Վստահ եմ այդ օրն էլ անպայման կգա։ Ես եկել եմ Արևին տեսնեմ, ու ես պիտի տեսնեմ իրեն։ Ու դուք իրավունք չունեք ինձ արգելեք։ Ինքը իմ մամայի աղջիկն է, ու դու չես կարող ինձ արգելես, որ ես իրեն տեսնեմ։ Ես գիտեմ դու մտածում ես, որ ես կվնասեմ Արևին, բայց ես հո խելքից պակաս չեմ։ Ոչ էլ անհոգի ու անխիղճ մարդ եմ, որ մի մատ երեխու մազին կպնեմ։ Իմ խիղճը բոլորիդ խղճից ամենամեծն է։ Ու ես ամենաշատն եմ Արևին սիրում։ Ես Արևին չեմ վնասի։ Գիտեմ, Էլիս ջան։ Գիտեմ, հանգստացի, խնդրում եմ։ Ես վատը չեմ։ Ես վատ մարդ չեմ, Արշակ։ Քեզ ոչ մեկ չի ասում, որ դու վատն ես։ Խնդրում եմ, հանգստացի։ Դու չես ուզում, չէ՞ որ ես Արևին տեսնեմ։ Մտածում ես կվնասեմ երեխուն։ Մտածում ես վտանգ եմ ներկայացնում, հա։ Չէ, Էլիս ջան, հակառակը։ Ես քեզ այնքան եմ վստահում, որ հենց հիմա կարող եմ դուրս գալ տանից։ Լսում ես, դուրս գալ տանից մենակ քեզ թողնել Արևի հետ։ Խաբում ես։ Խաբում ես դու ինձ։ Դու էլ ես մտածում, որ ես երեխուն կվնասեմ։ Արև։ Արև, բալես արի Էլիսն ա եկել։ Էլիս, Գանց, կմնաս Էլիզի մոտ, ես մի ժամով դուրս գամ։ Հա, կմնամ, պապ։ Էլիս գիտես ինչքան էի քեզ կարոտել։ Ես մի հարց կտամ ու կգնամ։ Դուր։ Դու եկել ես ուղղակի տեսնես Արևին, թե ասելու բան ունես։ Եթե ասելու բան ունես, ես դեմ չեմ։ Բայց արի միասին ասենք։ Դու որոշի։ Պապ,